Շքեղ առանձնատանը դավաճանական լռությունը թաքցնում է բռնության հուզական վերահսկողության իրականություն։ Նա հղի ապրում է իր զուգընկերոջ հզոր, բայց դաժան մարդու մշտական հսկողության տակ։ Երբ բռնությունը դառնում է անխուսափելի, անսպասելի տեսանյութը բացահայտում է ճշմարտությունը, սկիզբ դնում արդարության համար պայքարին։ Եթե այս պատմությունը հետաքրքրեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ երբեք կլսեք ձեր կյանքում։ Առանձնատունը վեր էր խոյանում Մաշտոցի պողոտայում, երանում որպես ապակուց իտալական մարմարից կառուցված մի ամրոց։ Մարինան գլխավոր ննջասենյակի պատուհանից դիտում էր այգու ծառերի նուրբ շարժը, մինչդեռ նրա աջ ձեռքը նրբորեն շոյում էր 6 ամսական փորը։ Կեսօրվա արը ոսկեգույն, գրեթե անիրական լույսով էր ողողում բաց գույնի կահույքը, կարծես այնտեղ ամեն ինչ կատարելապես բեմադրված երազի մի մաս լիներ։ Դրսից այդ տունը ներկայացնում էր այն ամենը, ինչ մարդիկ ցանկանում էին՝ հաջող ություն, կայունություն, գեղեցկություն։ Ներսում Մարինան զգում էր մի լռության ծանրությունը, որը չէր կարողանում բացատրել։ Դա պարզապես աղմուկի բացակայությունը չէր։ Դա ավելի խորն էր, ավելի ճնշող։ Մի անդորր, որը կարծես օդը քաշում էր թոքերից, յուրաքանչյուր շունչը վերածելով գիտակցված ջանքի։ Նա 29 տարեկան էր, շագանակագույն մազերը նուրբ ալիքներով թափվում էին ուսերին, մեղրագույն աչքերը, որոնք նախկինում փայլում էին երազանքներով, հիմա կարծես թաքնված էին անտեսանելի վարագույրի հետում։ Ճարտարապետի կրթություն ստացած Մարինան եղել էր աշխույժ կին, լի նախագծերով ու գաղափարներով։ Բայց վերջին 2 տարիներին, Ռուբենի հետ ամուսնանալուց հետո, նրա մեջ ինչ-որ բան աստիճանաբար մարում էր, ինչպես դանդաղ, գրեթե աննկատորեն այրվող մոմը։ Ռուբեն Մելիքյանն այն տեսակի մարդն էր, ով ուշադրություն էր գրավում, ուր էլ մտնի։ Բարձրահասակ, լայն ուսերով, մուգ մազերը միշտ կատարելապես հետ սանրված, մուգ աչքեր, որոնք կարող էին լինել հմայիչ կամ սարսափեցնող, կախված պահից։ 38 տարեկանում նա ղեկավարում էր երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկը, հայտնվում էր ամսագրերի շապիկներին, հրավիրվում էր բացառիկ միջոցառումների, պահանջված բանախոս էր։ Բոլորը հիանում էին նրանով։ Բոլորը ցանկանում էին մոտ լինել նրան։ Մարինան ընտրվել էր շատերի միջից։ Նա պետք է իրեն բախտավոր զգար։ Այդպես էր նա միշտ ասում։ Այդ հինգշաբթի կեսօրին Մարինան զգուշությամբ իջավ աստիճաններով, բռնելով թանկարժեք փայտյա բազրիքը։ Տունը չափազանց մեծ էր թվում 2 հոգու համար։ Կամ 3-ի, եթե հաշվի առնել ներսում աճող երեխային։ 4-ի, եթե ներառել տիկին Ռոզային, տնային տնտեսուհուն, ով այնտեղ աշխատում էր գրեթե 1 տարի։ Միջին տարիքի կին, միշտ զուսպ, միշտ ներկա, բայց անտեսանելի, կարծես սովորել էր չանհանգստացնելու արվեստը։ Տիկին Ռոզան խոհանոցում էր, ընթրիք էր պատրաստում։ Ցխտորի թարմ խոտաբույսերի հոտը լցնում էր տարածքը։ Մարինան դանդաղ մտավ, տարեց կինը, բարձրացրեց աչքերը, ամաչկոտ ժպիտով։ Բարի երեկո, տիկին Ռոզա։ Ինչ-որ բանի հետ օգնության կարիք ունեք։ Տնային տնտեսուհին չափազանց արագ գլխով արեց։ Ոչ, ոչ, տիկին Մարինա։ Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Պարոն Ռուբենը խնդրել է ձուկը պատրաստել այնպես, ինչպես ինքն է սիրում։ 1 ժամից կժամանի։ Մարինան գլխով արեց, հենվեց գրանիտե սեղանին, դիտելով կնոջ աշխատանքը։ Ինչ-որ մխիթարական բան կար այդ մեխանիկական շարժումներում, կտրելու, համեմելու, կազմակերպելու կանխատեսելի առօրյայում։ Նա կցանկանար նույնպես կորչել դրանում, ունենալ ինչ-որ այդքան պարզ բան անելու ձեռքերով, ինչ-որ բան, որը չէր պահանջում չափազանց շատ մտածել։ Լավ եք, տիկին Մարինա։ Տիկին Ռոզայի ձայնը նուրբ էր, գրեթե մայրական։ Դուք հոգնած եք թվում։ Լավ եմ, այո։ Պարզապես մի փոքր հոգնած։ Հղիությունն է, գիտեք։ Տիկին Ռոզան չպատասխանեց, բայց նրա աչքերն ավելին էին ասում, քան ցանկացած բառ։ Նա գիտեր։ Իհարկե, գիտեր։ Նա բավականաչափ երկար էր աշխատել այդ տանը, որպեսզի նկատեր չասված բաները։ Չափազանց երկար լռությունները։ Կտրված խոսակցությունները։ Այն ձը, թե ինչպես Մարինան խուսափում էր որոշակի թեմաներից։ Այն ձը, թե ինչպես Ռուբենը երբեմն նայում էր կնոջը, սխալ ուղղելու օդով։ Մարինան վերադարձավ հյուրասենյակ, նստեց անթերի սպիտակ բազմոցին, որտեղ երբեք իրեն հարմարավետ չէր զգում իսկապես հանգստանալու համար։
Այնտեղ ամեն ինչ չափազանց գեղեցիկ էր, չափազանց թանկ, չափազանց փխրուն։ Վերցրեց հեռախոսը, տեսավ 3 չկարդացված հաղորդագրություն։ Մեկը հորից էր, դաշնային դատավոր Հենրիկ Սարգսյանից, ով հարցնում էր, թե ինչպես է նա։ Մյուսը Կարինեից էր, իր լավագույն ընկերուհուց համալսարանից, ով պնդում էր հանդիպել։ Երրորդը Ռուբենից էր, տեղեկացնելով, որ այսօր ավելի շուտ կժամանի, ցանկանում է ամեն ինչ կատարյալ գտնել։ Մարինան խորը շունչ քաշեց։ Կատարյալ։ Այս բառը մշտապես արձագանքում էր նրա կյանքում։ Ամեն ինչ պետք է կատարյալ լիներ։ Տունը, հագուստը, ժպիտը, կեցվածքը, բառերը, նույնիսկ զգացմունքները պետք է կատարյալ լինեին, վերահսկվող, ներկայանալի։ Նա արագ պատասխան գրեց հորը. «Լավ եմ, հայրիկ։ Պարզապես հոգնած եմ։ Վաղը կխոսենք»։ Շատ համբույրներ։ Ուղարկեց։ Բացեց Կարինեի հաղորդագրությունը, երկար նայեց։ Ընկերուհին առաջարկում էր սուրճ, ճաշ, ցանկացած բան։ Շաբաթներ էր, ինչ նա խուսափում էր։ Ռուբենը չէր սիրում, որ նա մենակ դուրս գա։ Ասում էր, որ վտանգավոր է, որ նա հղի է, որ խնամքի կարիք ունի։ Բայց Մարինան գիտեր, որ դա միայն դա չէր։ Դա վերահսկողություն էր։ Մի նուրբ վերահսկողություն, որը փաթաթված էր անհանգստությամբ, բայց մինույն է վերահսկողություն։ Կարինե, կներես։ Հղիության պատճառով շատ հոգնած եմ։ Շուտով կհանդիպենք, խոստանում եմ։ Ուղարկեց կրծքավանդակում սեղմում զգաց։ Քանի անգամ էր օգտագործել այս արդարացումը։ Քանի անգամ էր ստել իր սիրելի մարդկանց։ Մուտքի դուռը բացվեց, Մարինան զգաց, որ ամբողջ մարմինը կծկվում է։ Ռուբենը մտավ ամուր քայլերով, կաշվե պայուսակը ձեռքին, անթերի կոստյումով, նույնիսկ ամբողջ օրվա հանդիպումներից հետո։ Նա տեսավ նրան բազմոցին ժպտաց, բայց դա ժպիտ էր, որը չէր հասնում աչքերին։ Ողջույն, սեր։ Ինչպես անցավ քո օրը։ Մարինան դանդաղ վեր կացավ, հարթեցնելով զգեստը։ Հանգիստ էր։ Իսկ քոնը։ Ռուբենը դրեց պայուսակը, մոտեցավ նրան, վերից վար դիտելով։ Հոգնեցուցիչ։ Շատ հանդիպումներ։ Նա ձեռքով դիպավ նրա դեմքին, մի ժեստ, որը կարող էր քնքուշ թվալ, բայց որի մեջ գնահատական կար։ Դու գունատես։ Այսօր տնից դուրս չես եկել։ Ոչ։ Հանգստանում էի։ Հանգստանում։ Նա կրկնեց բառը, կարծես համտեսում էր այն։ Լավ է, որ դու հանգստանում ես։ Բայց նա պետք է խնամես քեզ։ Չես կարող անփույթ լինել, Մարինա։ Մարդիկ տեսնում են, նկատում են։ Վաղը ներդրողների հետ ընթրիք ունենք։ Դու պետք է լավ լինես։ Կլինեմ։ Մարինան փորձեց ժպտալ, բայց ժպիտը հոգնած դուրս եկավ։ Ռուբենը բաց թողեց նրան, գնաց խոհանոց, որտեղ կարճ գլխով արեց տիկին Ռոզային։ Մարինան հետեց նրան, հեռավորություն պահելով։ Նա բացեց սառնարանը, վերցրեց մի շիշ ջուր, խմեց անմիջապես շշից։ Մարինան գիտեր, որ նա ամեն ինչ գնահատում էր։ Ուտելիքը, մաքրությունը, կարգավորվածությունը, ինքն իրեն։ Ընթրիքը գրեթե պատրաստ էր, երբ Ռուբենը վերադարձավ հյուրասենյակ։ Մարինան ուղեկցեց նրան, նստելով ճաշասեղանին, մի երկար մուգ փայտից կտոր, որն ավելի հարմար էր թվում կորպորատիվ հանդիպումների համար, քան ընտանեկան ճաշերի։ Տիկին Ռոզան մատուցեց խորոված ձուկը, շոգեխաշած բանջարեղենով, շագանակագույն բրնձով։ Ամեն ինչ կատարելապես դասավորված էր, յուրաքանչյուր մանրուք մտածված։ Ռուբենը մի քանի րոպե լուռ կերավ։ Մարինան կողքից դիտո։ Ում էր նրան, փորձելով կարդալ նրա տրամադրությունը։ Նա լարված էր թվում, բայց ագրեսիվ չէր։ Պարզապես հեռու։ Նա դանդաղ կերավ, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում։ Դա այն քիչ բաներից էր, որոնք դեռ իսկապես ժպտալ էին տալիս նրան։ Այն գաղափարը, որ մի քանի ամսից նա կունենա մեկին, ում կսիրի առանց վախի։ Մեկին, ով կախված կլինի նրանից, բայց մաքուր ձով, առանց թաքնված պահանջների, առանց անհնարին ակնկալիքների։ Ձուկը լավն է, հանկարծ ասաց Ռուբենը։ Տիկին Ռոզան գիտի ճիշտ պատրաստել։ Մարինան գլխով արեց։ Իսկապես հիանալի է։ Նա նայեց նրան։ Դու քիչ ես կերել։ Շատ քաղցած չեմ։
Դու պետք է ուտես։ Դու հղի ես։ Պետք է ճիշտ սնվես։ Տոնը անհանգստության չէր։ Դա հրաման էր։ Մարինան վերցրեց մի քիչ բանջարեղեն դրեց ափսեի մեջ։ Ռուբենը նորից սկսեց ուտել գող։ Տիկին Ռոզան անցավ սենյակով, հավաքելով դատարկ ափսեները, Մարինան արագ հայացքներ փոխանակեց նրա հետ։ Տնային տնտեսուհին անմիջապես իջեցրեց աչքերը, կարծես տեսել էր մի բան, որը չպետք է տեսներ։ Ընթրիքից հետո Ռուբենը գնաց աշխատասենյակ։ Մարինան բարձրացավ ննջասենյա։ Կփակվեց լոգարանում։ Բացեց լոգարանի ծորակը, թողեց, որ տաք ջուրը հոսի։ Դանդաղ հանեց հագուստը հայելու մեջ, նայեց իր արտացոլանքին։ Կլորացած փորը, մեծացած կուրծքը, սկսվող ձգվածքները։ Նա դիպավ իր մաշկին հակասական զգացմունքների ալիք զգաց։ Սեր երեխայի հանդեպ։ Վախ ապագայից։ Մեղք չզգալու համար այն, ինչ կարծում էր, որ պետք է զգար։ Մտավ լոգարան, փակեց աչքերը, թույլ տալով, որ տաք ջուրը պատի իր մարմինը։ Այնտեղ, մենակ, նա կարող էր շնչել։ Կարող էր մտածել։ Կարող էր լինել ինքը, թեկուզ մի քանի րոպե։ Մտածեց հոր մասին։ Ինչպես նա միշտ ներկա էր, պաշտպանող, արդար։ Հենրիկ Սարգսյանն ուղիղ մարդ էր, ամուր սկզբունքներով, հարգված իրավական շրջանակներում։ Մարինան գիտեր, որ նա երբեք լիովին չէր հավանել Ռուբենին։ Երբեք բացահայտ չէր ասել դա, բայց նա նկատում էր տողատակերում, նուրբ մեկնաբանություններում, այն ծով, թե ինչպես էր նա դիտում Փեսային։ Բայց Մարինան սիրահարվել էր։ Կամ գոնե կարծում էր, որ սիրահարվել էր։ Ռուբենը խարիզմատիկ էր, ինքնավստահ, հաջողակ։ Նա ստիպում էր նրան իրեն հատուկ զգալ։ Սկզբում։ Հետո եկավ մուսնությունը։ Եվ աստիճանաբար, գրեթե աննկատորեն, ամեն ինչ սկսեց փոխվել։ Նա սկսեց կարծիք հայտնել նրա հագուստի մասին։ Նրա ընկերների մասին։ Այն մասին, թե ինչպես պետք է նա խոսեր, պահեր իրեն, հայտնվեր հանրության առջ։ Նա կարծում էր, որ դա պարզապես խնամք էր, հոգատարություն։ Բայց խնամքը վերածվեց վերահսկողության։ Եվ վերահսկողությունը վերածվեց խեղդամահության։ Մարինան բացեց աչքերը, նայեց լոգարանի առաստաղին։ Տան մի քանի սենյակներում տեսախցիկներ կային։ Ռուբենն ասում էր, որ դա անվտանգության համար է։ Գույքը պաշտպանելու համար։ Բայց նա գիտեր, որ նա դիտում էր իրեն։ Գիտեր, որ նա ստուգում էր նրա շարժումները, նրա խոսակցությունները, նրա արտահայտությունները, երբ կարծում էր, որ մենակ է։ Մի օր Մարինան նրա աշխատասենյակում մի ցուցակ գտավ։ Ժամանակացույցերի ցուցակ։ Ժամ էր, երբ նա իջել էր խոհանոց։ Ժամ էր, երբ նա պատասխանել էր հեռախոսին։ Ժամ էր, երբ նա դուրս էր եկել պատշգամբ։ Նա ամեն ինչ գրանցում էր։ Եվ երբ նա բախվեց նրան, նա պարզապես ժպտաց, ասաց, որ դա անվտանգության առօրյայի մի մասն է։ Ոչինչ կարևոր չէ։ Նա պարանոյ էր։ Եվ Մարինան սկսեց կասկածել ինքն իրեն։ Միգուցե իսկապես չափազանցնում էր։ Միգուցե պարզապես հոգնածություն էր։ Հղիության հորմոններ։ Չափազանց զգայունություն։ Նա դա այնքան հաճախ էր ասում, որ նա սկսեց հավատալ։ Դուրս եկավ լոգարանից, դանդաղ չորացավ։ Հագավ թեթ գիշերազգեստ, դուրս եկավ լոգարանից։ Ռուբենը պառկած էր անկողնում, նոութբուքով զբաղված։ Նա բարձրացրեց աչքերը, երբ նա մոտեցավ։ Երկար տեց։ Հանգստանում էի լոգարանում։ Նա փակեց նոութբուքը, նայեց նրան։ Եկ այստեղ։ Մարինան պառկեց նրա կողքին, Ռուբենը թդրեց նրա իրանին։ Դա մի ժեստ էր, որը պետք է մխիթարող լիներ, բայց որը ստիպում էր նրան իրեն թակարդում զգալ։ Նա հոտ էր գալիս թանկարժեք սափրվելուց հետո, քսուքից ինչ-որ անորոշ բանից, ինչը նրան լարված էր դարձնում։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ, չէ՞ Մարինա։ Նրա ձայնը նուրբ էր, գրեթե հիպնոսացնող։ Գիտեմ։ Եվ դու գիտես, որ ամեն ինչ, ինչ անում եմ, քեզ համար է։ Մեզ համար։ Մեր ընտանիքի համար։ Գիտեմ։ Նա համբուրեց նրա ուսը։ Այսպիսով, դու պետք է ինձ վստահես։ Պետք է դադարես ամեն ինչ հարցականի տակ դնել։ Պետք է ավելի շնորհակալ լինես։ Մարինան փակեց աչքերը։ Շնորհակալ։ Այո։
Նա պետք է շնորհակալ լիներ։ Նա ուներ գեղեցիկ տուն, հաջողակ ամուսին, մի երեխա ճանապարհին։ Ինչ ուրիշ բան կարող էր նա ցանկանալ։ Ինչու՞ էր իրեն այդքան դատարկ զգում։ Ռուբենն անջատեց լույսը, շրջվեց կողքի։ Մի քանի րոպեից նա քնած էր։ Մարինան արթուն էր, նայելով առաստաղին, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում։ Նա ձեռքը դրեց փորին, շշնջաց շատ ցածր, այնքան ցածր, որ նույնիսկ ինքն էլ չէր լսում։ Մենք լավ կլինենք։ Ես խոստանում եմ։ Ինչ-որ կերպ մենք լավ կլինենք։ Բայց նույնիսկ մինչ նա դա ասում էր, նրա մի մասը կասկածում էր։ Նրա մի մասը գիտեր, որ ինչ-որ բան պետք է փոխվեր։ Բայց ի՞նչ։ Եվ ինչպես։ Հաջորդ օրերը մեխանիկական կրկնություն էին։ Մարինան արթնանում էր, նախաճաշում Ռուբենի հետ, ով շուտով գնում էր աշխատանքի։ Նա առավոտներն անցկացնում էր տան շուրջը, խոսելով տիկին Ռոզայի հետ, կարդալով մայրության մասին գրքեր, կազմակերպելով երեխայի սենյակը։ Կեսօրները երկար էին, լուռ։ Ռուբենը վերադառնում էր ընթրելու, երեկոն միշտ նույն կերպը։ Զարգանում։ Հարցեր։ Նուրբ պահանջներ։ Ծանր լռություններ։ Մի օր Կարինեն զանգահարեց։ Մարինան պատասխանեց, երկմտելով։ Մարինա։ Վերջապես պատասխանեցիր։ Կարծում էի, անհետացել ես քարտեզից։ Ողջույն, Կարինե։ Կներես։ Շատ զբաղված եմ։ Ինչով զբաղված։ Դու էլ չես աշխատում։ Եկեք սուրճ խմենք, արի։ Դարեր է, ինչ քեզ չեմ տեսել։ Մարինան շուրջը նայեց, կարծես Ռուբենը կարող էր հանկարծ հայտնվել։ Ես չգիտեմ, Կարինե։ Շատ հոգնած եմ։ Մարինա, դու միշտ հոգնած ես։ Ինչ է կատարվում։ Դու փոխվել ես։ Այլս նույնը չես։ Ես հղի եմ, Կարինե։ Նորմալ է տարբեր լինելը։ Միայն դա չէ։ Կարինեի ձայնն ավելի լուրջ դարձավ։ Ես քեզ ճանաչում եմ։ Ինչ-որ բան այն չէ։ Պատմիր ինձ։ Մարինան զգաց, որ կոկորդը սեղմվում է։ Ցանկանում էր պատմել։ Ցանկանում էր հուսահատորեն թափել, դուրս հանել այն ամենը, ինչ խցանված էր կրծքավանդակում։ Բայց չէր կարողանում։ Բառերը դուրս չէին գալիս։ Եվ նույնիսկ եթե դուրս գային, ինչ կասեր։ Որ իր ամուսինը վերահսկում էր իրեն։ Որ նա հետում էր իր յուրաքանչյուր քայլին։ Որ նա իրեն թակարդում էր զգում իր իսկ տանը։ Դա անհեթեթ էր հնչում նույնիսկ իր համար։ Ամեն ինչ լավ է, Կարինե։ Պարզապես հոգնածություն է։ Հետո կխոսենք, լավ։ Մարինա։ Պետք է անջատեմ։ Համբույր։ Նա անջատեց, մինչ ընկերուհին կկարողանար պնդել։ Եվ մնաց այնտեղ կանգնած սենյակի մեջտեղում, զգալով, թե ինչպես են արցունքները հոսում դեմքով։ Նա չէր լացում հեկեկոցով։ Դա լուռ, հաշտված լաց էր նրանցից, ովքեր չափազանց հոգնած են նույնիսկ բղավելու համար։ Տիկին Ռոզան հայտնվեց սենյակի դռան մոտ, բայց ոչինչ չասաց։ Պարզապես մոտեցավ, նրբորեն դիպավ Մարինայի ուսին։ Թույլատրված չէր, նա գիտեր։ Ռուբենը չէր սիրում մտերմություն։ Բայց այդ պահին տիկին Ռոզային չհուզեց։ Նա մնաց այնտեղ, լուռ, առաջարկելով միակ բանը, որ կարող էր, ներկայություն։ Մարինան սրբեց արցունքները, նայեց տնային տնտեսուհուն։ Շնորհակալություն, տիկին Ռոզա։ Տարեց կինը գլխով արեց, վերադարձավ խոհանոց, Մարինային կրկին մենակ թողնելով։ Բայց ինչ-որ բան փոխվել էր։ Ինչ-որ փոքր, գրեթե աննկատ, բայց իրական։ Առաջին անգամ երկար ժամանակ անց Մարինան զգաց, որ լիովին մենակ չէ։ Ինչ-որ մեկը տեսնում էր։ Ինչ-որ մեկը հասկանում էր։ Եվ միգուցե, պարզապես միգուցե, սա ավելի մեծ բանի սկիզբն էր։ Այդ գիշեր Մարինան երազ տեսավ։ Նա բաց դաշտո։ Ում էր, հսկայական, անվերջ։ Երկինքն անհնարին կապույտ էր, նա վազում էր, անդադար վազում, զգալով քամին դեմքին, ազատություն ոտքերում։ Պատեր չկային։ Տեսախցիկներ չկային։ Ոչ ոք չէր դիտում, չէր դատում, չէր ուղում։ Միայն նա անվերջ հորիզոնը։ Երբ արթնացավ, իրականությունը սառը ջրի դույլի պես թափվեց նրա վրա։
Նա վերադարձել էր շքեղ ննջասենյակ, կողքին խորը քնած ամուսինը, ճնշող լռությունը, որը երբեք նրան հանգիստ չէր թողնում։ Նա զգուշությամբ վեր կացավ, որ չարթնացնի նրան, մոտեցավ պատուհանին։ Երանն արթուն էր նույնիսկ գիշերվա այդ ժամին։ Քաղաքի լույսերը հեռվում թարթում էին, միլիոնավոր կյանքեր տեղի էին ունենում միաժամանակ։ Յուրաքանչյուր վառված պատուհան մի պատմություն էր։ Յուրաքանչյուր անցնող մեքենա տանում էր մեկին երազանքներով, վախերով, հույսերով։ Եվ ահա նա էր, թակարդում իր փղոսկրե աշտարակում, դիտելով, թե ինչպես է կյանքը տեղի ունենում ներքում։ Վերադարձավ անկողին պառկեց, նայելով առաստաղին։ Երեխան շարժվեց, նա թեթակի ժպտաց։ Մտքերով խոսում էր նրա հետ, պատմում էր պատմություններ, խոստումներ տալիս։ Խոստանում էր, որ լավ մայր կլինի։ Խոստանում էր, որ կպաշտպանի նրան։ Խոստանում էր, որ կտա նրան այն ամենը, ինչ ինքն այլս չուներ, ազատություն, ընտրություն, ձայն։ Օրերը կուտակվում էին աշնան չոր տերների պես։ Մարինան սկսեց օրինաչափություններ նկատել։ Ռուբենն ուներ ծեսեր։ Տուն էր գալիս որոշակի ժամերին։ Ակնկալում էր գտնել որոշակի բաներ։ Երբ ինչ-որ բան շեղվում էր նմուշից, նույնիսկ նվազագույնս, նա զայրացած էր լինում։ Չէր բղավում։ Երբեք չէր բղավում։ Դա ավելի վատ էր։ Նա սառում էր, հեռանում էր, լռությունը որպես զենք էր օգտագործում։ Եվ Մարինան, հուսահատ չառաջացնելու այդ լռությունը, ավելի ու ավելի էր ձավորվում։ Մի կեսօր, մինչ զգեստապահարանն էր կազմակերպում, Ռուբենի պահարանի հատակում մի տուփ գտավ։ Դա հին կոշիկի տուփ էր, լիովին անտեղի այդ անթերի միջավայրում։ Հետաքրքրված, բացեց այն։ Ներսում լուսանկարներ կային։ Ռուբենի լուսանկարներ այլ կանանց հետ։ Շատ կանանց։ Բոլորը Մարինայի նման։ Երկար մազեր, բաց աչքեր, ամաչկոտ ժպիտներ։ Կային նա քարտեր, գրություններ, փոքրիկ նվերներ։ Կարծես նա հավաքում էր նույն իդեալ։ Ի տարբերակներ։ Մարինան սառնություն զգաց ողնաշարում։ Նա հատուկ չէր։ Նա պարզապես մեկն էր կատարյալ կանանց արտադրական շղթայում։ Նա արագ փակեց տուփը, դրեց այն իր տեղը, ճիշտ այնպես, ինչպես կար։ Սիրտը արագ բաբախում էր։ Պետք է բախվել նրան։ Պետք է հարցներ։ Բայց ինչ կհարցներ հենց։ Եվ ինչ կլիներ պատասխանը։ Նա կասեր, որ դա անցյալ էր։ Որ նա անապահով էր։ Որ հղիության հորմոնները նրան պարանոիկ էին դարձնում։ Նա միշտ ուներ բացատրություն։ Եվ նա միշտ հավատում էր։ Կամ գոնե ձացնում էր, թե հավատում է։ Այդ գիշեր, ընթրիքի ժամանակ, Մարինան Ռուբենին նայեց այլ աչքերով։ Փորձեց տեսնել անթերի ճակատից այն կողմ։ Ով էր իրականում այդ մարդը։ Ինչ էր նա ցանկանում իրենից։ Սեր։ Ընկերակցություն։ Թե պարզապես մեկին, ով դեր կխաղար, ով կատարելապես կտեղավորվեր այն կերպարին, որը նա ստեղծել էր ինքն իր մասին։ Ռուբենը նկատեց նրա հայացքը։ Ինչ եղավ։ Ոչինչ։ Պարզապես մտածում էի։ Ինչ էիր մտածում։ Մարինան երկմտեց։ Ինչպես մեր կյանքը կփոխվի, երբ երեխան ծնվի։ Ռուբենը ժպտաց, բայց դա հաշվարկված ժպիտ էր։ Կփոխվի։ Բայց ոչ այնքան։ Մենք օգնություն կունենանք։ Ես արդեն վարձել եմ մի հեղինակավոր դայակ։ Դու ոչ մի բանի համար չես անհանգստանա։ Մարինան կրծքավանդակում սեղմում զգաց։ Բայց ես ուզում եմ խնամել իմ երեխային։ Եվ կխնամես։ Բայց մասնագիտական օգնությամբ։ Դու փորձ չունես, Մարինա։ Ավելի լավ է ունենալ մեկին, ով գիտի, թե ինչ է անում։ Նա կուլ տվեց այն բառերը, որոնք ցանկանում էր ասել։ Որ մայրն ունի փորձ մինչ առաջին երեխան։ Որ բոլորը սովորում են գործնականում։ Որ նա ցանկանում էր սխալվելու, սովորելու, իր ձով մայր լինելու հնարավորություն ունենալ։ Բայց ոչինչ չասաց։ Պարզապես լուռ համաձայնեց, շարունակեց ուտել։ Ընթրիքից հետո Ռուբենը գնաց աշխատասենյակ, ինչպես միշտ։ Մարինան բարձրացավ երեխայի սենյակ, որը ձավորվում էր։ Պատերը նուրբ կապույտ էին, գրեթե երկնագույն։ Կար բաց գույնի փայտյա օրորոց, կերակրելու բազկաթոռ, դարակներ, մանկական գրքույկներով։ Ամեն ինչ ընտրված էր Ռուբենի կողմից։
Կամ ավելի ճիշտ դեկորատորի կողմից, ում Ռուբենը վարձել էր։ Մարինան պարզապես հավանություն տվեց։ Միշտ այդպես էր։ Նա հավանություն էր տալիս։ Համաձայնում էր։ Ընդունում էր։ Նստեց բազկաթոռին, փակեց աչքերը։ Պատկերացրեց իրեն այնտեղ, ձեռքին երեխան, օրորելով նրան քնելու, ցածր երգելով։ Դա միայն իր պահը կլիներ, թե Ռուբենը նույնպես կլիներ այնտեղ, ուղղելով նրան, թե ինչպես է նա բռնում, ինչ երգ է ընտրում, նրա ձայնի տոնը։ Տիկին Ռոզան հայտնվեց դռան մոտ, մի բաժակ թեյի բռնած։ Ձեզ համար երիցուկի թեյ բերեցի։ Օգնում է հանգստանալ։ Մարինան ժպտաց, երախտապարտ։ Շնորհակալություն, տիկին Ռոզա։ Դուք շատ բարի եք։ Տնային տնտեսուհին մտավ բաժակը դրեց բազկաթոռի կողքի սեղանին։ Մնաց այնտեղ կանգնած, կարծես ցանկանում էր ինչ-որ բան ասել, բայց չգիտեր ինչպես։ Կարող եք խոսել, տիկին Ռոզա։ Մարինան քաջալերեց նրան։ Տարեց կինը, խորը շունչ քաշեց։ Ես չպետք է միջամտեմ, տիկին Մարինա։ Բայց ես տեսնում եմ։ Ես ամեն ինչ տեսնում եմ։ Եվ անհանգստանում եմ։ Մարինան զգաց, որ արցունքները նորից գալիս են։ Ամեն ինչ լավ է, տիկին Ռոզա։ Իրոք։ Տիկին Ռոզան դանդաղ գլխով արեց։ Լավ չէ։ Եվ դուք դա գիտեք։ Նա մոտեցավ, բռնեց Մարինայի ձեռքը։ Եթե մի օր օգնության կարիք ունենաք, ես այստեղ եմ։ Չգիտեմ, թե ինչպես օգնել, բայց այստեղ եմ։ Մարինան սեղմեց տնային տնտեսուհու ձեռքը։ Շնորհակալություն։ Սրտանց։ Տիկին Ռոզան դուրս եկավ, Մարինային մենակ թողնելով իր մտքերի հետ։ Նա դանդաղ խմեց թեյը, զգալով, թե ինչպես է տաք հեղուկը իջնում կոկորդով։ Առաջին անգամ երկար ժամանակ անց նա իրեն լիովին անօգնական չզգաց։ Նա ուներ դաշնակից։ Փոքր, զուսպ, բայց ներկա։ Հաջորդ օրերը նշանավորվեցին աճող լարվածությամբ։ Ռուբենն ավելի շատ էր սթրեսի ենթարկվում աշխատանքի պատճառով։ Բարձր տոնով խոսում էր հեռախոսով, դռներ էր փակում, ժամերով փակված էր մնում աշխատասենյակում։ Մարինան փորձում էր անտեսանելի մնալ, չգրգռել, չանհանգստացնել։ Բայց դա նման էր բարակ սառույցի վրայով քայլելուն։ Ցանկացած սխալ քայլ կարող էր կոտրել մակերեսը։ Մի առավոտ Մարինան արթնացավ հեռվում լսվող ամպրոպի ձայնից։ Երանի երկինքը ծանր էր, մոխրագույն, փոթորիկ էր կանխագուշակում։ Ռուբենն արդեն գնացել էր աշխատանքի, անկողնու կողքի սեղանին թողնելով միայն մի գրություն, օրվա հրահանգներով։ Միշտ այդպես էր։ Գրություններ։ Հիշեցումներ։ Փոքր հրամաններ, քողարկված հոգատարուչ։ Ամպ։ Մարինան իջավ խոհանոց, որտեղ տիկին Ռոզան արդեն սուրճ էր պատրաստում։ Տնային տնտեսուհին պատուհանից նայեց, մեկնաբանեց. Այսօր ուժեղ անձր կգա։ Դուք դուրս կգաք։ Ոչ։ Տանը կմնամ։ Մարինան իրեն նարնջի հյութ լցրեց, նստեց սեղանին։ Տիկին Ռոզա, հիշում եք, որ երեկ հայրս հաղորդագրություն էր ուղարկել։ Պետք է զանգահարեմ նրան։ Տարեց կինը, գլխով արեց։ Ձեր հայրը լավ մարդ է։ Ամեն անգամ, երբ գալիս է այստեղ, նկատում եմ, թե որքան է անհանգստանում ձեզ համար։ Մարինան տխուր ժպտաց։ Նա միշտ շատ ներկա է եղել։ Երբեմն կարծում եմ, որ շատ եմ անհանգստացնում նրան։ Մայրն ու հայրը երբեք չեն դադարում անհանգստանալ, անկախ երեխաների տարիքից։ Դա բնության մեջ է։ Նախաճաշից հետո Մարինան բարձրացավ ննջասենյակ, վերցրեց հեռախոսը։ Խորը շունչ քաշեց, նախքան հոր համարը հավաքելը։ Նա պատասխանեց երկրորդ զանգից։ Մարինա։ Ինչ լավ է, որ զանգեցիր։ Հենրիկ Սարգսյանի ձայնը ամուր էր, բայց այնտեղ ինչ-որ այլ բան կար։ Վատ քողարկված անհանգստություն։ Ողջույն, հայրիկ։ Ամեն ինչ լավ է։ Դու ասացիր, որ պետք է խոսես ինձ հետ։ Այո, դուստրս։ Միու։ Սկողմից լռություն եղավ։ Մարինա, ես ուզում եմ ուղիղ խոսել քեզ հետ։ Ես անհանգստացած եմ։ Ինչով անհանգստացած։ Քեզնով։ Քո իրավիճակով։ Այս ամուսնությամբ։ Մարինան զգաց, որ սիրտը արագանում է։
Հայրիկ, ինչի՞։ Մասին ես խոսում։ Մարինա, ես 20 տարուց ավելի է դատավոր եմ։ Մարդկանց ճանաչում եմ։ Գիտեմ նշաններ կարդալ։ Եվ քո մեջ նշաններ եմ տեսնում, որոնք շատ են անհանգստացնում ինձ։ Դու փոխվել ես։ Այլս այն աշխույժ աղջիկը չես, ում ես մեծացրել եմ։ Դու մարել ես։ Հեռու ես։ Ես հղի եմ, հայրիկ։ Նորմալ է ավելի հոգնած, ավելի զգացմունքային լինելը։ Միայն դա չէ, դու գիտես։ Նրա ձայնն ավելի նուրբ դարձավ, հայրական։ Դուստրս, դու կարող ես ինձ վստահել։ Եթե ինչ-որ բան սխալ է, եթե օգնության կարիք ունես, ես այստեղ եմ։ Միշտ եղել եմ։ Մարինան զգաց, որ արցունքները գալիս են, բայց զսպեց։ Չէր կարող լացել։ Եթե լացեր, կփլուզվեր։ Եվ եթե փլուզվեր, չգիտեր, կկարողանա արդյոք վերականգնվել։ Ամեն ինչ լավ է, հայրիկ։ Ես երդվում եմ։ Պարզապես հոգնածություն է։ Հղիությունն է, նոր տունը, շատ բաներ են միաժամանակ կատարվում։ Մարինա։ Հայրիկ, խնդրում եմ։ Մի անհանգստացիր։ Ես լավ եմ։ Խոստանում եմ, որ եթե քո կարիքը լինի, կզանգեմ քեզ։ Հենրիկը հոգոց հանեց գծի մյուս կողմից։ Լավ։ Բայց իմացիր, որ ես հետում եմ։ Եվ եթե ինձ պետք լինեմ, անկախ ժամից, անկախ պատճառից, դու ինձ կզանգես։ Հասկացա՞ր։ Հասկացա։ Շնորհակալություն, հայրիկ։ Սիրում եմ քեզ։ Ես էլ եմ քեզ սիրում, դուստրս։ Մարինան անջատեց մնաց նստած անկողնում, բռնած հեռախոսը։ Հայրը գիտեր։ Իհարկե, գիտեր։ Նա միշտ չափազանց ընկալունակ էր։ Բայց ինչպես կարող էր նա ճշմարտությունը պատմել։ Ինչպես բացատրել, որ նա թակարդում էր մի հարաբերության մեջ, որը դրսից կատարյալ էր թվում, բայց ներսից խեղդում էր իրեն։ Անձը սկսեց տեղալ, ուժեղ, հարվածելով պատուհաններին։ Մարինան դիտում էր, թե ինչպես են կաթիլները սահում ապակու վրայով, պատահական նախշեր ստեղծելով։ Յուրաքանչյուր կաթիլ մի չընդունված որոշում էր։ Ապակու վրայի յուրաքանչյուր հետք, մի չանցած ճանապարհ։ Հեռախոսը թրթռաց։ Նորից Կարինեն էր։ Մարինա, խնդրում եմ։ Շատ պետք է խոսեմ քեզ հետ։ Շտապ է։ Մարինան երկմտեց։ Ընկերուհին երբեք շտապ բառը չէր օգտագործում։ Իրոք լուրջ բան պետք է լիներ։ Նա պատասխան գրեց։ Ինչ եղավ, Կարինե։ Պատասխանը արագ եկավ։ Հաղորդագրությամբ չեմ կարող խոսել։ Կարող ենք հանդիպել։ Ընդամենը կես ժամ։ Խնդրում եմ։ Մարինան շուրջը նայեց, կարծես պատերը կարող էին լսել իրեն։ Ռուբենը չէր սիրում, որ նա դուրս գա։ Բայց նա աշխատանքի էր։ Չէր իմանա։ Կամ կիմանար։ Տեսախցիկները։ Նա կարող էր ստուգել տեսախցիկները։ Բայց նա կարող էր ասել, որ բժշկի մոտ էր գնացել։ Կամ գնումներ էր արել երեխայի համար։ Կարող էր պատճառաբանություն հորինել։ Լավ։ Կեսօրվա սուրճ։ Երեքին, այն տեղում, ուր միշտ գնում էինք։ Շնորհակալություն, Մարինա։ Կսպասեմ քեզ այնտեղ։ Մարինան դրեց հեռախոսը, խորը շունչ քաշեց։ Սխալ բան էր անում։ Ընկերուհու հետ հանդիպելը սխալ էր։ Իհարկե ոչ։ Բայց Ռուբենը դա սխալ կդարձներ։ Նա միշտ ցանկացած բան, որը դուրս էր գալիս իր վերահսկողությունից, սխալ, անզգույշ, անհավատարիմ էր դարձնում։ Իջավ աստիճաններով տիկին Ռոզային գտավ սենյակում, կահույքը մաքրելիս։ Տիկին Ռոզա, կեսօրին դուրս կգամ։ Ընկերուհու հետ կհանդիպեմ։ Տնային տնտեսուհին դադարեց։ Լեց իր անելիքը Մարինային նայեց դժվարությամբ վերծանվող արտահայտությամբ։ Պարոն Ռուբենը գիտի։ Ոչ։ Եվ պետք չէ իմանա։ Ես պարզապես ընկերուհու հետ եմ հանդիպում։ Ես ոչ մի սխալ բան չեմ անում։ Տիկին Ռոզան դանդաղ գլխով արեց։ Իհարկե ոչ, տիկին Մարինա։ Դուք լիարժեք իրավունք ունեք։ Բայց… Նա երկմտեց։ Պարզապես զգույշ եղեք։ Մարինան հասկացավ թաքնված նախազգուշացումը։ Զգույշ լինել, ինչ էր ասում։ Զգույշ լինել, ում էր տեսնում։
Զգույշ լինել տեսախցիկների հետ։ Զգույշ լինել Ռուբենի հետ։ Միշտ զգույշ։ Երեքին Մարինան մեքենայով գնաց այն սրճարան, որտեղ նա Կարինեն հաճախ էին հաճախում համալսարանական տարիներին։ Դա հարմարավետ վայր էր Կոմիտասի շրջանում, բաց աղյուսե պատերով, թարմ սուրճի հոտով, ցածր նվագող ինդի երաժշտության երկացանկով։ Կարինեն արդեն այնտեղ էր, նստած անկյունի սեղանին, վեր կացավ, հենց տեսավ Մարինային մտնում։ Մարինա։ Նա ուժեղ գրկեց ընկերուհուն։ Աստված իմ, ինչքան էի կարոտել քեզ։ Մարինան պատասխանեց գրկախառնությամբ, զգացմունքների ալիք զգալով։ Ես էլ էի կարոտել քեզ, Կարինե։ Երկուսն էլ նստեցին, Կարինեն 2 սուրճ մի կտոր գազարով տորտ պատվիրեց, բաժանելու համար։ Մի պահ նա դիտում էր Մարինային, կարծես ուսումնասիրում էր նրա դեմքի յուրաքանչյուր մանրուք։ Դու տարբեր ես։ Ինչպես տարբեր։ Չգիտեմ, թե ինչպես բացատրեմ։ Ավելի նիհար դեմքով, չնայած փորին։ Ավելի հոգնած։ Ավելի մարած։ Մարինան ժպտաց, ստիպելով իրեն։ Հղիությունն է։ Շատ է հոգնեցնում։ Կարինեն գլխով արեց։ Միայն դա չէ, Մարինա։ Դու դժբախտ ես։ Ես կարող եմ տեսնել։ Մարինան զգաց, որ պաշտպանությունը ավտոմատ կերպով բարձրանում է։ Ես դժբախտ չեմ։ Ես պարզապես հարմարվում եմ։ Ամուսնություն, հղիություն, փոփոխություններ։ Շատ բան է։ Դու այլս դուրս չես գալիս։ Չես պատասխանում իմ զանգերին։ Ոչ մի տեղ չես հայտնվում։ Ծնողներդ ինձ փնտրել են, Մարինա։ Նրանք անհանգստացած են։ Հայրս քեզ փնտրել է։ Այո։ Անցյալ շաբաթ զանգահարեց ինձ։ Հարցրեց, թե արդյոք գիտեմ, թե ինչպես ես։ Արդյոք որե տարբերություն նկատել եմ։ Նա շատ է անհանգստացած։ Մարինան զգաց, որ զայրույթը մեծանում է։ Ինչու։ Բոլորը կարծում, որ իրավունք ունեն միջամտել իմ կյանքին։ Ես լավ եմ։ Ինչու։ Ոչ ոք ինձ չի հավատում։ Կարինեն մեկնեց ձեռքը բռնեց Մարինայի ձեռքը։ Որովհետ մենք քեզ ճանաչում ենք։ Որովհետ մենք քեզ սիրում ենք։ Եվ որովհետ մենք գիտենք, երբ ինչ-որ բան սխալ է։ Մարինան հետ քաշեց ձեռքը։ Սխալ չէ, Կարինե։ Տարբեր է։ Բայց սխալ չէ։ Կարինեն հոգոց հանեց փոխեց։ Թեման։ Լավ։ Ես չեմ պնդի։ Բայց ուզում եմ, որ դու իմանաս, որ ես այստեղ եմ։ Միշտ եղել եմ։ Եթե իմ կարիքը լինի, ցանկացած բանի համար, կարող ես ինձ վրա հույս դնել։ Գիտեմ։ Շնորհակալություն։ Երկուսն էլ խոսեցին այլ թեմաների մասին։ Կարինեն պատմեց նոր աշխատանքի մասին, մի տղայի մասին, ում հետ հանդիպում էր, ճանապարհորդելու պլանների մասին։ Մարինան լսում էր, բայց նրա միտքը հեռու էր։ Մտածում էր, թե ինչպես լավ կլիներ ունենալ այդ ազատությունը։ Կարողանալ դուրս գալ ընկերների հետ։ Կարողանալ պլաններ կազմել։ Կարողանալ ապրել։ Երբ հանդիպումը վերջացավ, Մարինան տուն վերադարձավ թեթացման մեղքի խառնուրդով։ Թեթացում դուրս գալու, այդ վերահսկվող աշխարհից դուրս մեկի հետ խոսելու համար։ Մեղք Ռուբենին չհնազանդվելու համար, նույնիսկ եթե նա չգիտեր։ Կամ գիտեր։ Տուն հասնելուն պես նա տիկին Ռոզային գտավ սենյակը մաքրելիս։ Տնային տնտեսուհին ոչինչ չհարցրեց, բայց նրա աչքերն ամեն ինչ ասում էին։ Մարինան բարձրացավ ննջասենյակ հագուստը փոխեց, ավելի հարմարավետ բան հագնելով։ Պառկեց անկողնում փակեց աչքերը, փորձելով հանգստացնել։ Անհանգիստ սիրտը։ Ռուբենը սովորականից ուշ եկավ։ Գրեթե 10 երեկոյան։ Նա տուն մտավ փոթորկի պես, պայուսակը նետելով բազմոցին, կոպիտ շարժումներով թուլացնելով փողկապը։ Մարինան սենյակում էր, գիրք էր կարդում, աչքերը բարձրացրեց, երբ լսեց նրա գալը։ Ողջույն, սեր։ Դժվար օր էր։ Նա մի պահ անտեսեց նրան, գնաց խոհանոց, վերցրեց մի շիշ վիսկի իրեն առատ չափաբաժին լցրեց։ Մեկ կումով խմեց նորից լցրեց։ Մարինան դիտում էր, լարված։ Նա ճանաչում էր այդ պահվածքը։ Ինչ-որ բան սխալ էր գնացել։ Ռուբենը վերադարձավ սենյակ նետվեց բազմոցին, նայելով առաստաղին։
Գործարքը չփակվեց։ Մարինան չգիտեր, թե ինչի մասին էր նա խոսում, բայց փորձեց հասկացող լինել։ Ցավում եմ։ Բայց կարող ես նորից փորձել, չէ՞։ Նա ծիծաղեց, բայց դա առանց հումորի ծիծաղ էր։ Նորից փորձել։ Իհարկե։ Կարծես պարզ լիներ։ Կարծես ամիսների աշխատանքը, պլանավորումը, ներդրումը կարող էին պարզապես նորից փորձվել։ Կներես։ Ես չգիտեի։ Ռուբենը շրջեց գլուխը դեպի նա, Մարինան նրա աչքերում վտանգավոր բան տեսավ։ Դու երբեք ոչինչ չես իմանում, չէ՞ Մարինա։ Ապրում ես այս նտաստիկ աշխարհում, որտեղ ամեն ինչ հեշտ է, որտեղ ոչ մի բանի համար պետք չէ անհանգստանալ։ Մինչդեռ ես դրսում եմ, դեմքով ընկնում եմ, դու այստեղ ես, քո կատարյալ փուչիկում։ Մարինան բառերի անարդարությունը ապտակի պես զգաց։ Ես փուչիկում չեմ ապրում։ Ես։ Դու, ինչ։ Նա վեր կացավ, Մարինան բնազդաբար հետ քաշվեց։ Դու ինչ ես անում հենց, Մարինա։ Մնում ես տանը։ Հանգստանում ես։ Ծախսում ես իմ փողը։ Եվ դեռ բողոքում ես։ Դեռ կարծում ես, որ խնդիրներ ունես։ Ես չեմ բողոքում։ Ոչ։ Ուրեմն ինչու։ Այդ դեմքը։ Ինչու։ Այս ծանր մթնոլորտը ամեն անգամ, երբ ես տուն եմ գալիս։ Մարինան զգաց, որ արցունքները գալիս են, բայց պայքարեց դրանց դեմ։ Ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։ Ռուբենը մի քայլ արեց դեպի նա, Մարինան կծկվեց։ Նա կանգ առավ, դիտելով նրա արձագանքը։ Մեկ վայրկյան անց նրա արտահայտությունը փոխվեց։ Նա ձեռքով անցկացրեց մազերով հոգոց հանեց։ Կներես։ Ես սթրեսի տակ եմ։ Չպետք է քեզ վրա թափեի։ Մարինան չգիտեր, թե ինչ ասել։ Նրա մի մասը ցանկանում էր բղավել, ասել, որ նա իրավունք չունի այդպես խոսել իր հետ։ Բայց մյուս մասը, պայմանավորված մասը, այն մասը, որը սովորել էր հանգստացնել, պարզապես գլխով արեց։ Լավ։ Ես հասկանում եմ։ Ռուբենը մոտեցավ, դիպավ նրա դեմքին։ Դու այնքան հասկացող ես։ Այնքան լավ ես ինձ համար։ Նա համբուրեց նրա ճակատը։ Լոգանք կընդունեմ, կքնեմ։ Վաղը։ Ավելի լավ կլինի։ Նա բարձրացավ, Մարինային մենակ թողնելով սենյակում։ Նա մնաց այնտեղ, կանգնած, դողում էր։ Ոչ թե ցրտից, այլ վախից, զայրույթից, անզորությունից։ Տիկին Ռոզան հայտնվեց խոհանոցի դռան մոտ, լսելով ամեն ինչ։ Նա Մարինան երկար ու լուռ հայացքներ փոխանակեցին։ Նրանց բառեր պետք չէին։ Երկուսն էլ գիտեին, որ ինչ-որ բան կոտրվում էր։ Եվ երբ վերջապես կոտրվեր վերջնականապես, այլս վերականգնելու հնարավորություն չէր լինի։ Այդ գիշեր Մարինան չկարողացավ քնել։ Նա պառկած էր Ռուբենի կողքին, լսելով նրա ծանր շնչառությունը, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում։ Մտածեց հոր մասին։ Կարինեի խոսքերի մասին։ Տիկին Ռոզայի լուռ նախազգուշացումների մասին։ Բոլորը տեսնում էին։ Բոլորը գիտեին։ Բացի նրանից։ Կամ ավելի ճիշտ, նա գիտեր։ Պարզապես չէր ուզում ընդունել։ Որովհետև ընդունելը նշանակում էր որոշում կայացնել։ Եվ որոշումները հանգեցնում էին փոփոխությունների։ Եվ փոփոխությունները սարսափելի էին։ Հատկապես, երբ երեխա ես ունենում, երբ քո ամբողջ կյանքը միահյուսված է մեկ այլ մարդու կյանքի հետ, երբ հեռանալը նշանակում է դիմակայել անհայտին։ Բայց հայտնին անտանելի էր դառնում։ Եվ Մարինան սկսում էր հասկանալ, որ միգուցե անհայտը ավելի քիչ սարսափելի էր, քան այնտեղ մնալը, այդ ոսկե վանդակում, այդ կյանքում, որը իրենը չէր։ Հաջորդ օրերը լարված էին։ Ռուբենն ավելի շատ էր բացակայում, ավելի զայրացած, ավելի անկանխատեսելի։ Մարինան ոտքի մատների վրա էր քայլում, բառացի փոխաբերական իմաստով։ Յուրաքանչյուր բառ ծանր էր, նախքան ասվելը։ Յուրաքանչյուր ժեստ չափված էր։ Նա դարձել էր ստվեր իր իսկ տանը։ Մի կեսօր, մինչ Ռուբենի աշխատասենյակում փաստաթղթեր էր կազմակերպում, նրա խնդրանքով Մարինան մի փաստաթուղթ գտավ։ Դա պայմանագիր էր։ Իր անունով պայմանագիր։ Նա սկսեց կարդալ, զգաց, որ հատակը ոտքերի տակից սահում է։ Դա նախամուսնական պայմանագիր էր։
բայց ոչ սովորական պայմանագիր։ Դա մի փաստաթուղթ էր, որը գործնականում նրան ոչինչ չէր թողնում բաժանության դեպքում։ Տունը Ռուբենի անունով էր։ Հաշիվները Ռուբենի անունով։ Նույնիսկ այն մեքենան, որը նա օգտագործում էր, գրանցված էր նրա անունով։ Նա ոչինչ չուներ։ Նա լիովին կախված էր։ Մարինան նստեց աշխատասենյակի աթոռին, դողալով։ Ինչպես էր նա այդքան միամիտ եղել։ Ինչպես էր ստորագրել դա, առանց ճիշտ կարդալու։ Ռուբենն ասել էր, որ դա պարզապես ձականություն էր։ Որ դա պաշտպանություն էր երկուսի համար էլ։ Եվ նա, սիրահարված վստահ, ստորագրել էր։ Ամեն ինչ հանձնել էր։ Նա հետ դրեց փաստաթուղթը, դուրս եկավ աշխատասենյակից։ Դանդաղ իջավ աստիճաններով, բռնելով փորը։ Տիկին Ռոզան խոհանոցում էր, Մարինան մոտեցավ նրան։ Տիկին Ռոզա, կարո՞ղ եմ ձեզ անձնական հարց տալ։ Իհարկե, տիկին Մարինա։ Երբ դուք դուրս եկաք ձեր ամուսնությունից, ինչպե՞ս էր։ Ասելս է, ֆինանսապես։ Ունեիք ուր գնալու տեղ։ Տիկին Ռոզան ձեռքերը սրբեց գոգնոցով Մարինային հասկացողությամբ նայեց։ Ոչինչ չունեի, տիկին։ Դուրս եկա միայն մարմնիս հագուստով իմ խնայողություններով։ Դժվար տարիներ էին։ Բայց արժեր։ Որովհետև ես վերականգնեցի իմ արժանապատվությունը։ Եվ դա անգին է։ Մարինան գլխով արեց, զգալով, որ արցունքները հոսում են։ Տիկին Ռոզան մոտեցավ, գրկեց Մարինային մի բան, որը հազվադեպ էր անում։ Երկուսն էլ այդպես մնացին երկար պահ, Մարինան առաջինը։ Նքան երկար ժամանակ անց, զգաց, որ մենակ չէ։ Այդ գիշեր Մարինան որոշեց անել մի բան, որը ամիսներ շարունակ չէր արել։ Նորից զանգահարեց հորը։ Այս անգամ ոչ թե նրան հանգստացնելու համար, այլ սկսելու ընդունել, որ միգուցե իսկապես օգնության կարիք ունի։ Հայրիկ, կարո՞ղ եմ վաղը այցելել քեզ։ Հենրիկը զարմացավ խնդրանքից։ Իհարկե, դուստրս։ Կարող ես գալ, երբ ուզես։ Ամեն ինչ լավ է։ Լավ է։ Պարզապես ուզում եմ տեսնել քեզ։ Կարոտել էի։ Ես էլ էի կարոտել քեզ, Մարինա։ Կսպասեմ քեզ ճաշի։ Մարինան անջատեց ուսերից ծանրություն զգաց։ Դա ընդամենը առաջին քայլն էր։ Բայց դա քայլ էր։ Եվ այդքան ժամանակ անց կանգնած մնալուց հետո ցանկացած շարժում հեղափոխական էր թվում։ Ռուբենը նորից ուշ եկավ, ալկոհոլի հոտով։ Նա հազիվ նայեց Մարինային, ուղիղ գնաց ննջասենյակ, ընկավ անկողին։ Մարինան մնաց սենյակում, լսելով տան լռությունը։ Մտածեց արթնացնել նրան, բախվել նրան գտած փաստաթղթի մասին։ Բայց ոչ։ Դեռ ոչ։ Նախ պետք է պլան ունենար։ Նախ պետք է խոսեր հոր հետ։ Հաջորդ առավոտ Մարինան զգուշությամբ հագնվեց։ Ընտրեց պարզ, բայց գեղեցիկ հագուստ, ղկավոր զգեստ, որը գնել էր մինչ Ռուբենին հանդիպելը։ Այդ զգեստով նա իրեն ավելի շատ էր զգում, քան նրա գնած թանկարժեք հագուստներից որը մեկով։ Տիկին Ռոզան պատրաստեց սուրճը, Մարինային դիտեց զուսպ ժպիտով։ Դուք այսօր գեղեցիկ եք, տիկին։ Շնորհակալություն, տիկին Ռոզա։ Հորս հետ ճաշելու եմ։ Ինչ լավ է։ Նա շատ ուրախ կլինի տեսնել ձեզ։ Երբ Ռուբենն իջավ, արդեն հագնված աշխատանքի համար, կանգ առավ Մարինային տեսնելով։ Ուր ես գնում։ Հորս հետ ճաշելու եմ։ Ես դրա մասին չգիտեի։ Մարինան խորը շունչ քաշեց, քաջություն հավաքելով։ Ես կարիք չունեմ թույլտվություն խնդրելու իմ սեփական հորը տեսնելու համար, Ռուբեն։ Նա երկար պահ նայեց նրան։ Նրա աչքերը մթնեցին, վտանգավոր դարձան։ Իհարկե, կարիք չունես։ Բայց քաղաքավարի կլիներ ինձ տեղյակ պահել։ Ես այսօր հանդիպումներ ունեմ, Մարինա։ Եթե քեզ հետ ինչ-որ բան պատահի, ես պետք է իմանամ, թե որտեղ ես։ Ես հորս հետ կլինեմ։ Եթե ինչ-որ բան պատահի, նա կխնամի ինձ։ Ռուբենը սեղմեց ծնոտը։ Լավ։ Բայց մի ուշացիր։ Ես այսօր երեկոյան կարոր ընթրիք ունեմ, ուզում եմ, որ դու տանը լինես։ Մարինա չպատասխանեց։ Պարզապես վերցրեց պայուսակը, դուրս եկավ։ Զգաց, որ ոտքերը դողում են, մինչ մեքենային էր մոտենում։
Նա մարտահրավեր էր նետում նրան։ Առաջին անգամ երկար ժամանակ անց նա սահմաններ էր դնում։ Եվ դա միաժամանակ ազատագրող սարսափեցնող էր։ Նա մեքենայով գնաց հոր տուն, քանաքեռ Զեյթունի էլեգանտ երկհարկանի տուն։ Հենրիկը սպասում էր նրան պատշգամբում, նրա դեմքը լուսավորվեց, երբ նրան տեսավ։ Մարինան իջավ մեքենայից, մոտեցավ նրան, ով ուժեղ գրկեց նրան։ Իմ դուստրս։ Ինչքան էի կարոտել քեզ։ Ես էլ էի կարոտել քեզ, հայրիկ։ Նրանք մտան տուն, Մարինան նոստալգիայի ալիք զգաց։ Սա այն տեղն էր, որտեղ նա մեծացել էր, որտեղ իրեն ապահով, սիրված, ազատ էր զգացել։ Յուրաքանչյուր անկյուն պահպանում էր երջանիկ հիշողություն։ Հենրիկը պատրաստեց պարզ, բայց համեղ ճաշ։ Մակարոնեղեն թարմ լոլիկի սոուսով, կանաչ աղցան, իսկ աղանդերին կաթով պուդինգ, Մարինայի սիրելին։ Նրանք կերան, խոսելով առօրյա բաների մասին, բայց Մարինան գիտեր, որ հայրը սպասում էր։ Սպասում էր, որ նա կբացվի, կպատմի, թե իրականում ինչն էր նրան այնտեղ բերել։ Ջա։ Շից հետո նրանք նստեցին սենյակում, Հենրիկը սուրճ մատուցեց։ Մարինան բաժակը բռնեց երկու ձեռքով, զգալով ջերմությունը։ Խորը շունչ քաշեց, սկսեց խոսել։ Հայրիկ, ես պետք է քեզ մի քանի բան պատմեմ։ Եվ պետք է, որ դու ինձ լսես, առանց դատելու, առանց ընդհատելու։ Կարող ես դա անել։ Հենրիկը գլխով արեց, լուրջ։ Իհարկե, դուստրս։ Կարող ես խոսել։ Եվ Մարինան պատմեց։ Պատմեց Ռուբենի վերահսկողության մասին։ Տեսախցիկների մասին։ Այն մասին, թե ինչպես էր նա որոշում, թե ինչ էր նա հագնում, ում հետ էր խոսում, ուր էր գնում։ Պատմեց մեկուսացման մասին։ Այն մասին, թե ինչպես էր կորցրել կապը ընկերների հետ, իր սեփական կյանքի հետ։ Պատմեց մշտական պահանջների մասին, այն մասին, որ երբեք բավականաչափ լավ չէր։ Պատմեց այն վախի մասին, որը զգում էր, չհասկանալով հենց ինչից էր վախենում։ Խոսելիս արցունքները հոսում էին նրա դեմքով։ Եվ Հենրիկը լսում էր, սեղմված սրտով, իր ներսում աճող զայրույթով, բայց պահելով չընդհատելու խոստումը։ Երբ Մարինան վերջացրեց, լուռ մնաց, սպասելով հոր արձագանքին։ Հենրիկը վեր կացավ, մոտեցավ պատուհանին, նայելով։ Այգուն։ Այդպես մնաց երկար պահ, երբ շրջվեց, Մարինան նրա աչքերում արցունքներ տեսավ։ Մարինա, ինչու՞։ Ինձ դա նախկինում չէիր պատմել։ Որովհետ չգիտեի ինչպես։ Որովհետ կարծում էի, որ չափազանցնում եմ։ Որովհետ ամաչում էի։ Ամոթ։ Հենրիկը նստեց նրա կողքին, բռնեց նրա ձեռքերը։ Դուստրս, դու ոչ մի բանի համար ամոթ չունես։ Սա քո մեղքը չէ։ Բայց ես ընտրեցի ամուսնանալ նրա հետ։ Ես ընտրեցի այս կյանքը։ Դու ընտրեցիր ստի վրա հիմնված։ Այս մարդը խաբեց քեզ։ Մանիպուլացրեց քեզ։ Եվ հիմա դու թակարդում ես։ Մարինան գլխով արեց։ Ես չգիտեմ, թե ինչ անել, հայրիկ։ Ես հղի եմ։ Ես սեփական փող չունեմ։ Ես ուր գնալու տեղ չունեմ։ Ես ստորագրել եմ մի համաձայնագիր, որը ինձ ոչինչ չի թողնում։ Հենրիկը լուռ մնաց, ամեն ինչ մարսելով։ Հետո դստեր աչքերին նայեց վճռականությամբ։ Դու ունես ուր գնալու տեղ։ Դու ունես այս տունը։ Եվ դու ունես ինձ։ Ինչ վերաբերում է փողին, ինչ վերաբերում է համաձայնագրին, մենք դա կլուծենք։ Ես ճանաչում եմ երկրի լավագույն փաստաբաններին։ Մենք իրավական լուծում կգտնենք։ Բայց իսկ երեխան։ Իսկ եթե նա փորձի իմ երեխայի խլել ինձնից։ Նա չի կարողանա։ Եթե ես կարողանամ կանխել։ Հենրիկի ձայնը ամուր էր։ Մարինա, դու իմ դուստրն ես։ Եվ ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը քեզ վնասի։ Ոչ նա, ոչ էլ որևէ մեկը։ Մարինան փլուզվեց հոր գրկում, լացելով, ինչպես տարիներ շարունակ չէր լացել։ Դա ցավի արցունքներ էին, բայց նա թեթացման։ Առաջին անգամ նա մենակ չէր։ Նա իր կողքին մեկին ուներ։ Մեկին, ով հավատում էր նրան։ Նրանք ժամերով խոսեցին։ Հենրիկը բացատրեց այն իրավական քայլերը, որոնք պետք է ձեռնարկեին։ Խոսեց պաշտպանական միջոցառումների, ամուսնալուծության, երեխայի համատեղ խնամակալության մասին։ Ասաց, որ իր իրավաբանական թիմը կտրամադրի նրան։
որ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրան պաշտպանելու համար։ Երբ Մարինան տուն վերադարձավ, արդեն գրեթե երեկո էր։ Ռուբենը դեռ չէր եկել։ Նա բարձրացավ ննջասենյակ, նստեց անկողնում, իրեն այլ կերպ զգալով։ Ավելի ուժեղ, ավելի պարզ։ Առաջին անգամ երկար ժամանակ անց նա հույս ուներ։ Ռուբենը շուտով եկավ, զայրացած, որ նա այդքան ուշացել էր հոր տանը։ Բայց Մարինան չկծկվեց։ Չներողություն խնդրեց։ Պարզապես ասաց, որ իր հետ լավ ժամանակ է անցկացրել, որ դրա կարիքը ուներ։ Ռուբենը կասկածանքով նայեց նրան։ Դու տարբեր ես։ Ես հոգնած եմ, այդքանը։ Դա չէ։ Դու… Մարտահրավեր ես նետում։ Մարինան նայեց նրա աչքերին։ Ես ոչ ոքի մարտահրավեր չեմ նետում, Ռուբեն։ Ես պարզապես ապրում եմ։ Նա չպատասխանեց, բայց Մարինան նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փոխված տեսավ։ Գիտակցում, որ նա կորցնում էր վերահսկողությունը։ Եվ դա նրան վախեցնում էր։ Որովհետև Ռուբենի նման տղամարդիկ չգիտեին, թե ինչպես վարվել վերահսկողության կորստի հետ։ Եվ երբ կորցնում էին, կարող էին անկանխատեսելի դառնալ։ Մարինան այդ գիշեր պառկեց, իմանալով, որ սահմանը հատել է։ Որ այլս հետդարձ չկա։ Այստեղից կամ նա ելք կգտներ, կամ վերջնականապես կխորտակվեր։ Եվ առաջին անգամ նա պատրաստ էր պայքարել ելքի համար։ Ոչ միայն իր, այլ իր կրած երեխայի համար։ Որովհետև այդ երեխան արժանի էր մեծանալ մի տանը, որտեղ կլիներ սեր, հարգանք, ազատություն։ Եվ եթե նա դա չկարողանար ունենալ Ռուբենի հետ, կունենար նրանից հեռու։ Երեխան ուժեղ հարվածեց, կարծես համաձայն էր։ Եվ Մարինան ժպտաց մթության մեջ, դիպչելով փորին։ Մենք լավ կլինենք, իմ սեր։ Ես խոստանում եմ։ Ինչ-որ կերպ մենք մի ճանապարհ կգտնենք։ 3 ամիս էր անցել, ինչ Մարինան լքել էր առանձնատունը։ 3 ամիս փաստաբանների հետ հանդիպումներ, նախնական լսումներ, նրա կյանքի դանդաղ, բայց մշտական վերակառուցում։ Փորը հիմա ավելի մեծ էր, հղիության 8-րդ ամսում էր։ Երեխան անընդհատ շարժվում էր, կարծես զգում էր փոփոխության էներգիան, որը թափանցում էր յուրաքանչյուր օր։ Մարինան արթնացավ շաբաթ առավոտյան արի շողերով, որոնք մտնում էին հոր տան նրա ննջասենյակի պատուհանից։ Կարող էր լսել Հենրիկին խոհանոցում, սուրճ պատրաստելիս։ Սա դարձել էր նրանց ծեսը։ Միասին նախաճաշել, խոսել ամեն ինչի ոչինչի մասին, նորմալության պահեր, որոնք նա մոռացել էր, որ հնարավոր էին։ Նա իջավ աստիճաններով, հորը գտավ թերթ կարդալիս, ակնոցները քթի ծայրին, կողքին գոլորշիացող սուրճի բաժակ։ Նա բարձրացրեց աչքերը, ժպտաց։ Բարի լույս, քնկոտ։ Սուրճը պատրաստ է։ Բարի լույս, հայրիկ։ Մարինան իրեն լցրեց, նստեց սեղանին։ Այսօր է այդ օրը, չէ՞։ Այո։ Վերջնական լսումը։ Պատրաստ ես։ Մարինան խորը շունչ քաշեց։ Ինչքան կարող եմ։ Վերջնական ամուսնալուծության լսումը կլիներ այդ կեսօրին։ Ամիսների բանակցություններ, փաստաբանների միջ։ Երկկողմանի շարժումներ, Ռուբենի կողմից լարվածություններ, թաքնված սպառնալիքներ, ամեն ինչ կհանգեր այդ պահին։ Պավլինան զարմանալիորեն բարենպաստ համաձայնություն էր ձեռք բերել։ Մարինան կստանար արդար ֆինանսական փոխհատուցում, երեխայի ժամանակավոր խնամակալություն, Ռուբենը կունենար վերահսկվող այցելությունների ռեժիմ, մինչ երեխան կդառնար 2 տարեկան։ Ռուբենը փորձել էր պայքարել։ Վարձել էր լավագույն փաստաբաններին, որոնց փողը կարող էր գնել։ Փորձել էր որակազրկել Մարինային, նրան ներկայացնելով որպես անկայուն, որպես մեկին, ով ի վիճակի չէ մայր լինել։ Բայց ապացույցները չափազանց պարզ էին։ Նրա իսկ տեղադրած տեսախցիկների ձայնագրությունները, որոնք ցույց էին տալիս վերահսկողության պահեր։ Տիկին Ռոզայի ցուցմունքները։ Ժուլիետայի, նրա նախկին կնոջ հուզական վկայությունը։ Ամեն ինչ նրա դեմ էր խոսում։ Եվ ավելին կար։ Ռուբենի ֆինանսների վերաբերյալ հետաքննությունները լուրջ խախտումներ բացահայտեցին։ Ֆոնդերի յուրացում, հարկերից խուսափում, չհայտարարագրված հաշիվներ։ Կայսրությունը, որը նա կառուցել էր, փլուզվում էր։ Եվ դեռ ահետ մեկտեղ նրա անթերի հեղինակությունը։ Երեքին Մարինան մտավ դատարան, հոր Պավլինայի կողքին։ Սենյակի մյուս կողմում նա տեսավ Ռուբենին։ Նա այլ էր։
Ավելի նիհար, խորը աչքերի տակ մուգ շրջանակներով, կոստյումը, որը նախկինում անթերի էր, հիմա չափազանց մեծ էր թվում նրա վրա։ Նրա աչքերը հանդիպեցին նրա աչքերին, մի պահ Մարինան կարեկցանքի նման ինչ-որ բան զգաց։ Բայց արագ հիշեց այն ամենը, ինչ անցել էր։ Կարեկցանքը այն չէր, ինչին նա արժանի էր։ Դատավորը, միջին տարիքի կին, խիստ, բայց արդար արտահայտությամբ, նիստը կարգի կոչեց։ Գործընթացը զարմանալիորեն արագ անցավ։ Կողմերն արդեն համաձայնության էին եկել։ Մնում էր միայն հաստատումը։ Երբ դատավորը կարդաց դատավճիռը, պաշտոնապես հայտարարելով ամուսնալուծությունը, Մարինան ահռելի ծանրություն զգաց ուսերից։ Նա ազատ էր։ Իրավաբանորեն, պաշտոնապես ազատ։ Ռուբենը փորձեց մոտենալ դուրս գալիս, բայց դատարանի անվտանգության աշխատակիցները կանխեցին նրան, հիշեցնելով դեռս գործող պաշտպանական միջոցի մասին։ Նա հեռվից նայեց նրան, Մարինան այդ հայացքում տեսավ զայրույթի, զղջման մի բը։ Ան, որը երբեք չէր մտածել տեսնել նրա մեջ։ Պարտություն։ Մեքենայում, տուն վերադառնալիս, Մարինան լուռ էր։ Հենրիկը հարգեց նրա տարածքը, հանգիստ վարելով Երանի փողոցներով։ Երբ հասան, նա վերջապես հարցրեց. «Ինչպես ես քեզ զգում»։ Մարինան մի պահ մտածեց։ Ազատ։ Վախեցած։ Բայց հիմնականում, հույսով լի։ Հենրիկը ժպտաց։ Հույսը լավ սկիզբ է։ Հաջորդ շաբաթներին Մարինան սկսեց ավելի կոնկրետ կերպով վերակառուցել իր կյանքը։ Համաձայնագրի գումարով նա փոքր բնակարան վարձեց Կոմիտասի շրջանում, հոր տանը մոտ, բայց բավականաչափ հեռու, իր սեփական անկախությունն ունենալու համար։ Դա համեստ տարածք էր, առանձնատան համեմատ, բայց դա իրենն էր։ Յուրաքանչյուր կահույք, յուրաքանչյուր ձավորում, յուրաքանչյուր ընտրություն իրենն էր։ Տիկին Ռոզան հրաժարական էր տվել Ռուբենի մոտ աշխատանքից ընդունել Մարինայի հրավերը, լինելու նրա օգնականը։ Ոչ միայն ծնվելիք երեխայի հետ, այլ որպես ուղեկից, որպես ընկեր։ Երկու կանայք հատուկ կապ էին զարգացրել, կրված դժվար հանգամանքներում, որոնք նրանք կիսել էին։ Կարինեն նորից ակտիվ մաս էր կազմում Մարինայի կյանքում։ Նրանք պարբերաբար հանդիպում էին, ընկերուհին օգնեց ձավորել երեխայի սենյակը նոր բնակարանում։ Նուրբ դեղին պատեր, բաց գույնի փայտյա օրորոց, գունավոր շարժական խաղալիքներ։ Ամեն ինչ պարզ էր, բայց լի սիրով։ Լի հույսով։ Մի կեսօր Մարինան անսպասելի զանգ ստացավ։ Դա Ժուլիետան էր, Ռուբենի նախկին կինը։ Մարինա, ես քեզ առաջարկ ունեմ։ Կարող ես խոսել։ Ես նախագիծ եմ սկսում։ Հոգեբանական բռնության վերահսկողության ենթարկված կանանց աջակցող կազմակերպություն։ Ցանկանում էի իմանալ, թե արդյոք դու հետաքրքրված կլինես մասնակցելու։ Սկզբում պարտադիր չէ ակտիվ լինել, բայց միգուցե կիսել քո պատմությունը, երբ պատրաստ լինես։ Օգնել այլ կանանց հասկանալու, որ մենակ չեն։ Մարինան զգաց, որ սիրտը արագանում է։ Դա հենց այն նպատակն էր, որը նա փնտրում էր։ Մի բան, որը իմաստ կտար այն ամենին, ինչ անցել էր։ Այո։ Ես ուզում եմ մասնակցել։ Երբ պատրաստ լինեմ խոսելու, ուզում եմ օգնել այլ կանանց։ Հրաշալի է։ Սուրճ կպատվիրենք նախագծի մասին ավելի լավ խոսելու համար։ Երբ նա անջատեց, Մարինան առաջին անգամ զգաց, որ իր ցավը կարող է ավելի մեծ նպատակ ունենալ։ Որ իր պատմությունը որքան էլ դժվար լիներ, կարող է օգնել այլ կանանց գտնել իրենց սեփական ուժը։ Երեխան ծնվեց երեքշաբթի առավոտյան, նախատեսված ամսաթվից 2 շաբաթ առաջ։ Մարինան տանն էր, երբ զգաց առաջին կծկումները։ Հենրիկը նրան հիվանդանոց տարավ, որտեղ նա անցավ ծննդաբերության երկար ժամերը, շրջապատված հորով, տիկին Ռոզայով, Կարինեով։ Երբ վերջապես դստերը գրկեց, Մարինան լացեց։ Ոչ թե ցավից, այլ մաքուր բացարձակ ուրախությունից։ Աղջիկը կատարյալ էր։ Փոքրիկ, վարդագույն, մուգ մազերով, հետաքրքրասեր աչքերով, որոնք կարծես ամեն ինչ հասկանում էին։ Ինչպես կկոչես նրան։ Հենրիկը հարցրեց, հուզված տեսնելով թոռնուհուն։ Մարինան արդեն գիտեր։ Շատ էր մտածել դրա մասին։ Հելենա։ Իմ մոր պատվին։ Եվ նրա երկրորդ անունը կլինի Լույս։ Հելենա Լույս։ Որովհետև նա այն լույսն է, որն ինձ առաջնորդեց խավարի միջով։ Գեղեցիկ անուն է, դուստրս։ Քո մայրը շատ հպարտ կլիներ քեզնով։
Ռուբենին թույլատրվեց այցելել դստերը հիվանդանոցում վերահսկողության ներքո։ Դա կարճ, լարված հանդիպում էր։ Նա զգուշությամբ բռնեց Հելենայի դստեր նայեց անվերծանելի արտահայտությամբ։ Երբ երեխային հետ տվեց Մարինային, պարզապես ասաց. «Նա գեղեցիկ է»։ Այո։ Ռուբենը երկմտեց, կարծես ցանկանում էր ավելին ասել։ Վերջապես ցածր, գրեթե անլսելի ձայնով ասաց. «Կներես, Մարինա»։ Ամեն ինչի համար։ Մարինան նայեց նրա աչքերին։ Զգում էր, որ պետք է զայրույթ, վրդովմունք զգար։ Բայց միայն դատարկություն էր զգում։ Կարծես այդ մարդը անծանոթ լիներ, մեկը հեռավոր անցյալից, ով այլս իշխանություն չուներ նրա վրա։ Ես էլ ցավում եմ, որ ամեն ինչ այդպես եղավ։ Նա գլխով արեց դուրս եկավ, ուղեկցված սոցիալական աշխատողի կողմից։ Մարինան դիտում էր նրա հեռանալը ոչինչ չզգաց, բացի թեթացումից։ Այդ գլուխը վերջնականապես փակված էր։ Հաջորդ ամիսները հարմարվողականության էին։ Անքուն գիշերներ, տակտիրներ, կրծքով կերակրում, մայր լինելու մշտական ուսուցում։ Բայց դրանք նա իրական ուրախության ամիսներ էին։ Հելենան հանգիստ երեխա էր, ով հեշտությամբ ժպտում էր, կարծես լույս էր բերում, ուր էլ գնար։ Մարինան սկսեց ակտիվորեն մասնակցել Ժուլիետայի նախագծին։ Կազմակերպությունը արագ աճեց, օգնել։ Ով տասնյակ կանանց դուրս գալ բռնի հարաբերություններից, առաջարկելով իրավական, հոգեբանական, ֆինանսական աջակցություն։ Մարինան կիսեց իր պատմությունը դասախոսություններում, սեմինարներում, աջակցության խմբերում։ Եվ ամեն անգամ, երբ խոսում էր, մի փոքր ավելի բուժված էր զգում իրեն։ Մի կեսօր, Հելենայի ծնվելուց 6 ամիս անց, Մարինան այգում էր դստեր հետ։ Աղջիկը մանկասայլակում էր, հիացած նայելով քամուց ճոճվող ծառերին։ Մարինան նստեց նստարանին, պարզապես դիտեց։ Դիտեց անցնող մարդկանց, ձեռք ձեռքի բռնած զույգեր, վազող երեխաներ, խաղացող շներ։ Կյանքը տեղի էր ունենում իր ամբողջ պարզությամբ, գեղեցկությամբ։ Նրա հեռախոսը զանգահարեց։ Դա հայրն էր։ Մարինա, պետք է քեզ մի բան պատմեմ։ Ինչ եղավ, հայրիկ։ Ռուբենին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց։ Մեր հայտնաբերած ֆինանսական խախտումները հանգեցրին ավելի մեծ հետաքննության։ Նա քրեական գործով կպատասխանի։ Հավանաբար լուրջ հետանքների կբախվի։ Մարինան մարսեց տեղեկությունը։ Ինչպես ես քեզ զգում դրա մասին։ Անկեղծորեն։ Չգիտեմ։ Ուրախություն չեմ զգում։ Բայց նա տխրություն չեմ զգում։ Միայն զգում եմ, որ արդարությունը իր տեղն է գտնում։ Հենց այդպես էլ պետք է լինի։ Հենրիկը դադար տվեց։ Ես հպարտ եմ քեզնով, դուստրս։ Ինչքան ես մեծացել, ինչքան ես ուժեղացել։ Դու հիանալի կին ես։ Մարինան զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով։ Սովորել եմ լավագույնից, հայրիկ։ Երբ նա անջատեց, Մարինան Հելենային գրկեց նրան։ Աղջիկը համեղ ծիծաղեց, բռնեց մոր մատը։ Այդ պահին Մարինան հասկացավ, որ հասել է այնտեղ, ուր պետք է հասներ։ Դա ֆիզիկական վայր չէր։ Դա հոգեվիճակ էր։ Դա խաղաղություն էր։ Դա ազատություն էր։ Դա այն վստահությունն էր, որ ինչ էլ որ բերի ապագան, նա ուժ կունենա դիմակայելու։ Ամիսներ անց Մարինան պաշտոնապես բացեց կազմակերպության ֆիզիկական տարածքը։ Դա Կասկադի շրջանում հարմարեցված տուն էր, հոգեբանական խորհրդատվության սենյակներով, իրավական աջակցության գրասենյակով, խմբային հանդիպումների համար հարմարավետ միջավայրով։ Մուտքի մոտ մի ցուցանակ կար, անունով Հելենա Լույս ինստիտուտ, կանանց աջակցություն օգնություն։ Բացման արարողության ժամանակ Մարինան ելույթ ունեցավ աջակիցների, կամավորների նախագծի կողմ։ Ից արդեն օգնություն ստացած կանանց փոքր բազմության առջ։ Նա Հելենային գրկած էր խոսելիս, աղջիկը խաղում էր մոր վզնոցով։ 1 տարի առաջ ես կորած էի։ Թակարդում մի կյանքում, որն իմը չէր։ Լռեցված վախից։ Բայց ուժ գտա այնտեղ, որտեղ ամենաքիչն էի սպասում։ Գտա իմ դստեր մեջ, ով դեռ չէր էլ ծնվել, բայց ինձ պայքարելու պատճառ տվեց։ Գտա իմ հոր մեջ, ով միշտ հավատում էր ինձ։ Գտա ընկերուհիների, անծանոթների մեջ, ովքեր դաշնակիցներ դարձան։ Եվ գտա ինքս ինձ մեջ, երբ վերջապես որոշեցի լսել իմ սեփական ձայնը։
Մարինայի խոսքերը արձագանքեցին սենյակում։ Այս ինստիտուտը միայն իմ մասին չէ։ Այն յուրաքանչյուր կնոջ մասին է, ով երբե իրեն փոքր, վերահսկվող, անելանելի է զգացել։ Այն նրանց ասելու համար է, որ հույս կա, որ ճանապարհ կա, որ մենակ չեն, եւ որ ազատությունը որքան էլ սարսափելի թվա, միշտ ավելի լավ է, քան բանտը, նույնիսկ եթե այդ բանտը ոսկե է։ Ծափահարությունները լցրին տարածքը։ Մարինան շուրջը նայեց, տեսավ բոլոր տարիքի, բոլոր պատմությունների դեմքեր։ Յուրաքանչյուրը կրում էր իր սեփական սպիները, իր սեփական հաղթանակները։ Եվ նա խորը նպատակ զգաց։ Նրա ցավը իզուր չէր եղել։ Նրա պայքարը ստեղծել էր մի բան, որն ավելի մեծ էր, քան ինքը։ Այդ գիշեր, երբ նա տուն վերադարձավ, Մարինան Հելենային դրեց օրորոցում, դիտեց դստեր քունը։ Աղջիկը հանդարտ դեմք ուներ, փոքրիկ բռունցքները փակված, շնչառությունը նուրբ ռիթմիկ։ Դա անմեղության, հույսի, վերսկսման պատկերն էր։ Մարինան մոտեցավ բնակարանի պատուհանին, նայեց դրսի քաղաքին։ Երանը կենդանի էր, բաբախող, լի պատմություններով, որոնք միահյուսվում էին ամեն վայրկյան։ Եվ նա այդ ամենի մի մասն էր։ Այլս զոհ չէր։ Այլս բանտարկյալ չէր։ Այլս փրկված էր։ Մի մարտիկ։ Մի կին, ով ընտրել էր ինքն իրեն։ Նա վերցրեց ուլտրաձայնային պատկերը, այն, որը իր հետ վերցրել էր, երբ լքել էր առանձնատունը, դրեց նոր շրջանակի մեջ։ Կողքին կախեց Հելենայի ժպտացող վերջին լուսանկարը։ Նախկինը հետո։ Խոստումը իրականացումը։ Մի մոմ վառեց պատուհանին, ինչպես անում էր ամեն գիշեր։ Դա նրա ծեսն էր։ Երախտագիտության պահ։ Երախտագիտություն, քաջություն գտնելու համար։ Աջակցություն ունենալու համար։ Փրկվելու համար։ Կենդանի լինել։ Ու համար։ Ազատ լինելու համար։ Բոցը նրբորեն պարում էր, ստվերներ նետելով պատերին։ Մարինան դիտում էր կրակը, հիպնոսացած դրա շարժումից։ Կրակը ոչնչացնում էր, բայց նա մաքրում։ Նրա հին կյանքը լիովին այրվել էր։ Եվ մոխիրներից մի նոր բան էր ծնվել։ Մի բան, ավելի ուժեղ։ Մի բան, իրական։ Հելենան շարժվեց օրորոցում, հաճելի ձայն արձակելով։ Մարինան ժպտաց, շնջաց ինքն իրեն, բայց նա դստերը, այն կանանց, ում կօգներ, բոլոր նրանց, ովքեր դեռ պայքարում էին լռության մեջ։ Մենք փրկվեցինք։ Եվ ավելին։ Մենք վերսկսեցինք։ Որովհետև արդարությունը միայն պատժի մասին չէ։ Այն կրկին ապրելու հնարավորության մասին է։ Լինելու այն, ինչ իրականում ենք։ Եվ ոչ ոք, երբեք այլս, դա մեզնից չի խլի։ Մոմը շարունակում էր այրվել, ամուր պայծառ։ Մի փարոս խավարի մեջ։ Դիմադրության խորհրդանիշ։ Մի խոստում, որ որքան էլ մութ լինի գիշերը, միշտ լույս կլինի։ Միշտ հույս կլինի։ Միշտ տուն վերադառնալու ճանապարհ կլինի։ Եվ տունը վայր չէր։ Դա զգացում էր։ Դա ինքն իրեն պատկանելն էր։ Դա ազատություն էր։ Դա խաղաղություն էր։ Մարինան անջատեց ննջասենյակի լույ։ Ս պառկեց անկողնում։ Առաջին անգամ տարիներ շարունակ նա խորը քնեց, առանց վախի, առանց մղձավանջների, առանց սպառնացող վաղվա օրվա ծանրության։ Նա քնեց, վստահ լինելով, որ գտել է իր տեղը աշխարհում։ Եվ որ այդ տեղը իր ներսում էր։ Ապագան դեռ անորոշ էր։ Մարտահրավերներ կլինեին։ Դժվարություններ կլինեին։ Բայց Մարինան գիտեր, որ պատրաստ էր։ Որովհետև նա անցել էր կրակի միջով դուրս եկել մյուս կողմից։ Ոչ ամբողջական։ Ոչ առանց սպիների։ Բայց կենդանի։ Ազատ։ Եվ անսահմանորեն ավելի ուժեղ։ Եվ դա, ի վերջո, այն ամենն էր, ինչ կարող էր։